Այսօր 8-րդ օրն է, ինչ ՄԱԿ-ի գրասենյակի դեմն է։ Պահանջը երեքն են, որպեսզի բոլոր միջազգային կառույցները իրենց ամբողջ ռեսուրսը օգտագործեն Ադրբեջանի դեմ եւ կարողանան ճնշում գործադրել, որպեսզի արդարությունը վերականգնվի խոշտանգումների դեմ, շինծու գործերի դեմ, երկրորդը կխնդրեմ, որ Ռուբեն Վարդանյանը դուրս գա հացադուլից, չնայած ես հստակ գիտեմ, դա իր որոշումն է, նա գիտի ինչ է անում, սկզբից ես ասում էի, որ ինքը դուրս գա, ես էլ դուրս կգամ, բայց իմ օրակարգը փոխվել է, եթե ինքը այսօր որոշի, որ դուրս գա, ես դեռ օրակարգ ունեմ շարունակելու, ես ինքս դուրս չեմ գա, որովհետև իմ անելիքս պետք է անեմ, նոր հասկանամ հետագայում գործողություններս, եւ երրորդը մեր բոլոր ռազմագերիների բանտերում դատապարտված մեր հայրենիների վերադարձի պահանջումը այստեղ։ Եվ թիրախային ընտրել եք ՄԱԿ-ը, համ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց եք հացադուլ հայտարարել, ինչու հենց ՄԱԿ-ը եւ ինչ սպասելիքներ ունեք ՄԱԿ-ից, միջազգային հանրությունից, այն նույն միջազգային կազմակերպություններից, հանրությունից, որը Արցախի շրջափակման ժամանակ, Արցախի պատերազմների ժամանակ եւ բռնի տեղահանումի ժամանակ որևէ արձագանք, որևէ գործուն քայլեր չէր արել։ Ինչի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, որովհետև կոնվենցիա գոյություն ունի խոշտանգումների նվաստացուցիչ վերաբերմունքի պայքարի դեմ, այդ իսկ պատճառը, որպեսզի այդ ամենը վերջանա, որոշեցի սկզբից ՄԱԿ-ի գրասենյակի դեմը իմ գործողությունները անեմ, հետագայում ինձ Ֆրանսուազե Ժակոբը մոտեցավ, ասեց, որ իրենք նամակը գրել են համապատասխան ձևի, որպեսզի խոշտանգումները վերջանան եւ ազատ արձակվեն մեր գերիները։ Դրանից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որպեսզի ուզում է փակի ՄԱԿ-ի եւ Կարմիր խաչի գրասենյակը, այդ իսկ պատճառով արդեն ինձ համար պարզ էր մնացածը։ Այդ իսկ պատճառով փոխվեց իմ օրակարգը։ Ես այսօր տեղափոխվում եմ Ռուսաստանի դեսպանատան դիմաց, հետո Ամերիկայի, Ֆրանսիայի, Մինսկի խմբի համանախագահներին, քանզի երբ որ դիտորդները գնում էին Արցախ, հետո ընդեղից գնում էին Ադրբեջան, մի հատ հասկանանք, արդյոք ահաբեկիչների մոտ են սկզբից գնում, որովհետև դատավարության մեջ կա նաև ահաբեկչության հետ կապված հոդված, որ իրանք ահաբեկիչներ են։ Թող պատասխանեն, ինձ հետաքրքիր է։ Նաև օրերս Ռուբեն Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ եւ ինչի մասին էր սա խոսում, իր այս ուղերձն ինչ էր ուզում ասել մեզ։ Դա իմ կարծիքն է, ամեն մարդ ինձ թվում է տարբեր ձև է ընկալում։ Ես ընկալում եմ հետեւյալը, ես ոնց եմ հասկանում։ Նախ Ռուբեն Վարդանյանը խիղճ ունենար ներողություն չէր խնդրի Ալվարդից, նա ամենակարևոր բաներից մեկը ասեց, որ հանգիստ խղճով լինի, դա իմ կարծիքն եմ ես ասում։ Հետո բոլորին ասեց, որ դա իր որոշումն է, անկախ նայած, որ ընտանիք ունի, եւ իր պայքարը շարունակում է։ Այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր որ ունեն խոսք ասելու, ունեն պայքարի հոգի եւ կամք, պետքա ձգեն արդարությանը եւ շարունակեն իրենց պայքարը։ Ես օրինակի համար այդ իր ձայնագրությունից մենակ ուժ ստացա եւ հասկացա, որ իմ օրակարգին ես պետքա հետեւողական լինեմ։ Թող Ռուբեն Վարդանյանը Աստված իրեն օգնական, թող ինքը իր գործը անի, ոնց գտնում է ճիշտ է, ես էլ իմ գործս կանեմ։ Անդրադառնանք Հայաստանի գործող իշխանություններին, այս իշխանությունը անհրաժեշտ քայլեր, գործուն քայլեր անում է գերիներին, հայ պատանդներին վերադարձնելու համար, թե միայն լռությամբ են օգնում։
Սա շատ նուրբ հարց է, որովհետև մասնագետներ կան, որ պնդում են իրենք անգործությամբ են զբաղվում, չեն անում հնարավորինս ամեն ինչ, օրինակի համար Ռուբեն Վարդանյանի փաստաբանի նշված կետերը, չգիտեմ ինչքանով է դա մասնագիտորեն ճիշտ կամ սխալ, արվել է, եթե չեմ սխալը, մենակ մեկը, որ ՄԱԿ-ի գրասենյակից ուղերձ է հրվել Ադրբեջանին։ Կառավարությունն էլ ասում է, որ մենք մեր միջամտությամբ, սենց ասեմ, կարող ենք վնասել իրենց։ Ես չեմ ուզում բացասական հենց այս պահին խոսքեր ասեմ, որ 2 ամիս էլ թող սպասեն մեր գերիները, ոչինչ, 2 ամիս էլ կսպասեն, հետ կբերենք, բայց մեր աշխարհը մի քիչ շատ խառը քաղաքական իրավիճակում է, էլի պատերազմներ, Սիրիան է, Ուկրաինան է, ես չեմ կարող ասել ով ինչ կարա անի կամ անում է չի անում, մենակ մի բան գիտեմ, կխնդրեմ, որ բոլորը պայքարին միանան հանուն մեր հայերի վերադարձին, այսինքն ինչի չի լինի, լավ, այսօրվա օրով ընդդիմությունն ու կառավարությունը ճակերտավոր ասած շուն ու կատու են, կներեք, sense որ կոպիտ եմ ասում, բայց ընդհանուր գաղափարի շուրջ կարան բոլորները իրենց ռեսուրսները օգտագործեն, եթե իրանք ուզում են, որ մեր հայերը հետ գան, ուրեմն իրենք պետք է միտեղ աշխատեն միասին։ Ոնց են, չէ, ժամանակին լոզունգներ էին անում մեր նախագահները, աշխատենք միասին, հավատանք, որ փոխենք, ինձ թվում է, որ բոլորս իր այդ աշխատենք հավատով, որ կարանք մի բան փոխենք, հաստատ մեզ մոտ կյանքում ապագա էլ կլինի։ Շնորհակալ ենք։ Ասա դες